ապրիլի 29-ից բոլոր կինոթատրոններում Օպապապա, չէ՞, ճիշտ եմ ես ասում։ Այո, իհարկե։ Օպապապա ֆիլմն է ցուցադրվելու ու մենք քիչ հետո մեր հյուրերի հետ զրուցելու ենք այս ֆիլմի մասին։ Ժանրն է շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ է հնչում, ընտանեկան կատակերգություն, պատկերացնում եք ինչ է հաճելի միջավայրում եւ հաճելի տրամադրությամբ դուք կարող եք վայելել ֆիլմը ապրիլի 29-ից։ Հավաքվել են երիտասարդ մարդիկ, մեր ֆիլմի ռեժիսոր ավարտել է Մեդիա ակադեմիան եւ մեր հարցազրույցի ընթացքում մենք ցանկանում ենք բարձել երիտասարդ թիմի առաջիկա ծրագրերի մասին եւ իհարկե թե ինչպես են առհասարակ կայացել ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Բարի լույս ներկայացնում ենք նրանց ռեժիսոր Գոր Գրիգորյանին, Բարի լույս, Արսեն Գրիգորյանին, դերասան հաղորդավար, Բարի լույս, եւ Ռաուլ Կոնդե Մորիսին, փոքրիկ, հրաշք, գեղեցիկ, տաղանդավոր եւ դերասան ի վերջո։ այո, արդեն այո, արդեն Բարի լույս։ դերասան, ես նույնիսկ ասեի 9 օր հետո սուպերստար։ Արդեն, այո։ Սուպերստարից 9-ը պակաս էլի։ Ռաուլ Կոնդի, մեր կոնդեցի Ռաուլն է։ Դե եկեք խոսենք ֆիլմի մասին։ Ինչ ֆիլմ է, ինչպես ստեղծվեց գաղափարը, ինչպես անցավ միջև բուն ստեղծման գաղափարը, ինչ ֆիլմ է ընդհանրապես։ Ֆիլմը ճիշտ նշեցիք, կատակերգական դրամա է։ Ֆիլմի պրոդյուսերները իմ մտերիմ ընկերն է Գոր Օրդուխանյանը եւ հարազատ եղբայրս Արմեն Գրիգորյանը։ Ոնց որ ես Գոր Օրդուխանյանի հետ ընկերություն էի անում ու այդ ընկերությունից ոնց որ մենք անընդհատ խոսում ենք, որ պետք է ֆիլմ անենք, մեր երազանքների նպատակների մասին պատմում ենք իրար, ու երբ որ ծանոթացեցի իմ հարազատ եղբոր հետ, ոնց որ իրենց կապը ստեղծվեց եւ նրանք ավելի մտերիմ ընկերներ դառան ու որոշեցին, որ պետք է ֆիլմ անեմ, դե ես էլ համաձայնվեցի մեծ սիրով։ Ֆիլմը Ռաուլի առաջին ֆիլմն է, Ռաուլը մինչ այդ չի նկարահանվել, ոնց որ իր դեբյուտն է ֆիլմում, ինչպես եւ մեր, իմ դեբյուտային լիամետրաժ ֆիլմն է, Գորի լիամետրաժ ֆիլմն է, Արմենի լիամետրաժ ֆիլմն է եւ նկարման հրապարակում շատերի լիամետրաժ ֆիլմն է։ Ու Շատ ասենից։ Բացի Արսենից, այո, Արսենը ոնց որ Արսենը դե արդեն վարպետ է արդեն։ լեգենդար Արսեն Ինչ Գրիգորյան։ կոչում Արսեն ջան։ Հա, շատ շնորհակալ եմ։ Ես ճիշտ ասած ասեմ ոնց ա եղել պատմությունը, երբ որ Գորի հետ ծանոթացա տարիներ առաջ հեռուստատեսությունում հենց հանդիպեցի, Գորին ներկայացրեցին, որ ռեժիսոր է, եւ մենք պետք է իրար հետ աշխատենք TV-ում, ու ես անմիջապես ավելի առաջ անցա, Գորին ասացի, խնդրում եմ, երբ որ ֆիլմ կնկարեք, հիշեք այս դեմքը։ Ես հիշողությունից լավ եմ, էլի ասացի, երբ ձեզ շատ լավ դերասան պետք լինի, խնդրում եմ հիշեք իմ մասին։ Հիշվեց։ Նրանք հիշեցին։ Եվ հետո անցավ դրանից մի տարի։ Այո, մի տարի։ Մի տարի անցավ, Գորը զանգեց եւ ասաց, որ ֆիլմ է նկարում, ու իմ պատասխանը բնականաբար անմիջապես այո էր, իսկ հետո երբ որ կարդացի սցենարը ու իմացա ընդհանուր տեսիլքը, պատկերը ոնց է ինքը տեսնում այդ ամեն ինչը եւ դեպի ուր է գնում, շատ ավելի ոգևորվեցի, ուզում եմ ասեմ, որ երջանիկ եմ, որ աշխատում եմ իմ սերնդակիցների հետ, ես ես միշտ անում եմ այդ Gen Z-ի հետ, այսօր շատ տենց ակտուալ, ինձ համար ամենակարևորը է ամբողջ ֆիլմի ընթացքում, որ երիտասարդներ էին, բայց ծայրահեղ պրոֆեսիոնալ եւ շատ ժամանակ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ թիմերի նկարահանման հրապարակում գուցե այդքան մանրակրկիտ ամեն ինչին ուշադրություն դարձված չլինի, երևի այստեղ այն էր, որ պատասխանատվությունը աշխատելու այդպիսի արտիստների հետ, ինչպիսին Հրանտ Թոխատյան, Նարեկ Դուրյան, ու էլի շատ անուններ, Ռուզանվիթ Մեսրոպյան եւ իհարկե, հա, շատ մեր քասթը շատ լավն է, այսինքն ամբողջ դերասանական թիմը, գուցե հենց այդ նաեւ պատասխանատվություններ, որ աննկարագրելի հաճույք էր ու չկար մի ակնթարթ, որ դու հանկարծ զգայր, որ սա իրենց առաջին լիամետրաժ ֆիլմն է եւ ինչ որ բան թերանում է նկարահանման հրապարակում։ Իսկ նկարահանումները անցնում էին այնպես, ինչի համար, որ ես անձամբ ընտրել եմ այս մասնագիտությունը, հավես էր։ Շատ շատ ստեղծագործական էր մթնոլորտը եւ շատ էներգետիկ իմաստով ու աուրայի իմաստով շատ հավաք էր, այսինքն եթե նկարահանվում էր տեսարաններ, որոնք ծիծաղելի են,
նկարահանման հրապարակում հենց այդ մթնոլորտն էր, այսինքն կադրից դուրս էր ընդհանուր են, որ սենց մի հատ գդիկ կար էլի ընդհանուր տարածքում սենց, բայց այն տեսարանները, որոնք փոքրինչ ավելի էմոցիոնալ ու հուզական էին, ամբողջ հրապարակներ ուղղակի, այսինքն կադրից դուրս ամբողջ թիմներ, ոնց որ այդ աուրայի մեջ, իսկ կինոն շատ կարևոր է հենց աուրան պահելը։ Շատ կարևոր բան ես նշում, որովհետև եթե օրինակ թատրոնում ենք բեմում, մեր կոմեդիան կամ մեր դրաման կամ ողբերգությունը երբ մենք խաղում ենք, փոխադարձ էներգիա հանդիսատեսի կողմից ստանում ենք, իսկ ֆիլմը ունի այդ առանձնահատկությունը, դու ես ու տեսախցիկը, բայց եթե անձնակազմը կարողանում է քեզ հետ փոխանցել այն էներգիան, որ դու տալիս ես, այդտեղ արդեն դերակատարումը մի քիչ այլ շունչ ու երանգ է ստանում։ Ռաուլին վերադառնանք։ Ռաուլ, ինչպես ես, լավ ես։ Այո, շատ ուրախ ենք, որ լավ ես։ Ոնց է ստացել ֆիլմի առաջարկը։ Համաձայնվել ես հեշտությամբ թե չէ, դա էլ է շատ կարևոր։ Սկզբից մի քիչ դժվար էր իմ համար, բայց հետո կսեց շատ հեշտ լինել է իմ։ Ինչն է դժվար, ֆինանսական թե ինչն է։ Դրա մեջ բան չէի հասկանում, սկզբից հիմա սա հասկացել էի։ Ամբողջությամբ, Արդեն երրորդ նկարման օրը ստոպ ու ռեքը Ռաուլն էր տալիս, արդեն ինքը հասկացել էր, ոնց որ տենց մեծ դերասանների նման, ինչպես Արսեն Գրիգորյանն է, հենց հնչում էր արդեն մատոր հրահանգը, ինքը սենց մի անգամից հավաքվում էր ու մտնում էր կերպարի մեջ, ինչը մեզ շատ զարմացեց եւ ուրախացրեց, ապրեց Ռաուլ։ Տղես է, տղես։ Հեշտ էր Ռաուլի աշխատելը։ Ծառից հեռու չի դժվարություններ Շատ ռիսկային էր ի սկզբանե, քանի որ Ռաուլը նախկինում նկարահանումներ մեզ չէր ունեցել, ոնց որ մենք չգիտեինք ինչա մեզ սպասում նկարման հրապարակում, դե փորձեր եղել էր հեռախոսով, բայց այդ մեծ տեխնիկաները լույսը երբ արդեն գալիս է, չգիտես ոնց կպա երեխան իրան ու Փարքասո Ռաուլը առաջին երկրորդ օրվանից արդեն ոնց որ մենք ասացինք, всё, կստացվի նկարանումները, կավարտենք նկարանումները հաստատ շատ լավ կլինի ու ընթացքում արդեն հասկացանք Ռաուլը, որ ոնց որ արդեն ուրիշ գործել էր անում, էլի, այդ մյուս դերասանին ասում էր, անցած կադրում ոդկը ցենց Մանրամասը շատ հասկանալի կլինի որպես դերասան, նու կարծում եմ յուրաքանչյուր մարդու համար ֆիքսացիան կարևոր բան է, բայց դերասանի համար առավել, այն էլ կինոյի հրապարակում եւ կինոյում մեր հեռուստադիտողների համար ասեմ, կա այդ մետկա ասված, այսինքն նշում ասված հասկացողությունը, որ քեզ դնում են նախորդ տեսանին որտեղ էր վերջին կետը, որ պետքա կանգնես նույն տեսարանը շարունակելու համար, Ռաուլի համար չեմ կարող նկարագրեմ, այսինքն հերիք չի ինքը Իրանն էր հիշում։ Մի հատ էլ ինձ օրինակ կարող է ինձ ասել, որ դու քեզ քայլ հետ էիր այստեղ, կանգնած նախորդ կադրում, տենց հա, շատ պրոֆեսիոնալ աշխատում ու շատ ակտիվ էր կադրից դուրս, իր տարիքին ու այն սպորտով ինչով որ ինքն է զբաղվում, ֆուտբոլիստ է մեր Ռաուլը, դրան համահուն շատ տենց գերակտիվ գործողություններ էր անում։ ընտիր։ Բայց հենց գորը ասում էր սկսեցինք, այսինքն տեսարանը հենց սկսվում էր, լրիվ սենց դառնում էր հավաք, մի հատ շատ հայտնի կադր կա, կարծում եմ շատերը տեսած կլինեն Դիկապրիոյի Wolf of Wall Street-ի գայլը ֆիլմի, երբ որ ինքը այդպես կանգնած է, հենց ասում է action ու մի անգամ սկսում է տեսարանը Ռաուլը երկրորդ բարևողն էր։ Հա, Ռաուլը այդ երկրորդ բարևողն էր, միջև սենց բաներ էր անում, շարժվում էր Ռաուլ, սպաս հեսա նկարում, ինչ-որ սենց բաներ խաղում էր եւ այլն, հենց ասում են action, մի անգամից մտնում էր տեսարանի մեջ։ Հրաշալի։ Եվ Գորին եմ ուզում ուղղել հարցը եւ Արսենին, որպես ռեժիսոր հետևելով միանշանակ հայկական ֆիլմ արտադրությանը, մենք այսօր ունենք որակի հետ կապված բավական բարձր սանդղակ, ֆիլմեր են նկարահանվում տարբեր ժանրերի, համենայն դեպս ինչով է գալու եւ հարստացվի այս ֆիլմը հայկական կինոարտադրությունը։ Մենք շնորհակալություն հարցեմ, շատ լավ հարց էր։ Մենք բոլորս հենց նկարման հրապարակում շեշտվեց, որ երիտասարդ ենք ու մեր նպատակներն ու երազանքները շատ բարձր են ու ըստ այդմ մենք մեր ֆիլմին, մեր կադրին այդպես ենք վերաբերվում ու հենց միջազգային ստանդարտներին համապատասխան Արսենը նշել, շնորհակալություն նշելու համար ու կարծում եմ այդ ամեն ինչը կփոխանցվի էկրաններ, մենք փորձել ենք անել մեր մաքսիմումը, որպեսզի լավ լինի, այսինքն մենք մտածել ենք ամեն մի փոքր դետալ, կադրերն ենք մտածել նայել, օգտվել ենք արտասահմանցի ռեժիսորներից ու այդ ամեն ինչը ոնց որ միջոց է սխեմա է, որ բերի լավ ֆիլմ, լավ կինո ու արդեն ոնց որ մենք մեր քայլերը անում ենք դեպի մեր երազանքներ, դեպի մեր նպատակներ ու
հուսով եմ օպապապն կավանի հանդիսատես ապրիլի 20-ից, երբ որ գնա արդեն կինոթատրոններ ու մեզ կողքեվորի, մեզ ավելի կմոտիվացնի, որպեսզի անենք ավելի լավ ֆիլմեր եւ հասնենք մեր նպատակներին եւ երազանքներին։ Եվ ուզում եմ ասել, որ նաև այսինքն այս ամենի հետ մեկտեղ այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ երիտասարդները փորձում են նորը ստեղծել ու այս ֆիլմը ինձ համար առանձնահատուկ է նրանով, որ այն ինչ որ իմաստով գուցե արդեն ֆիլմ դիտողը սովոր է, ինչպեսին պետք է լինի հայկական կոմեդիան, օրինակի համար, սա մի քիչ այտենց չի։ Այսինքն հատուկ նպատակ, որ գիտեք, դուք գալու եք ու մենք ձեզ ծիծաղեցնելու ենք, չէ, պատմությունն է այնպեսին ու իրավիճակներն են այնպեսին, որ դրանք ժպիտ են առաջացնում, հուզում են ու ամենակարևորը քեզ զգայական իմաստով կապում են հերոսների հետ։ Յուրաքանչյուրի պատմությունը, գիծը նենց է զարգանում, որ դու ուղղակի ամեն հերոսի հետ ունենում ես քո անձնական հարաբերությունը եւ նաեւ քո թույլտվությամբ ուզում եմ ասել ու նաեւ գիտեմ խոնարհում ու շնորհակալություն այն արտիստներին Հրանտ Թոխատյան, Նարեկ Դուրյան, ովքեր բացարձակապես նրանք շատ թանկ արտիստներ են, բացարձակ անվճար եկան ու նկարահանվեցին ֆիլմում եւ հենց այդ նպատակով, որ եթե մեր կարիքը կա ու դուք ստեղծում եք տաղանդավոր ֆիլմ, լավ ֆիլմ, մենք ձեր կողքին ենք ու շնորհակալություն իսկապես հրաշք արտիստներին այդ support-ի համար։ Այսօր մենք բարությունից ենք խոսում, եւս մեկ բարի քայլ, բարի գործ։ Նաև բարի գործ կլինի, օրինակ մեր հանդիսատեսի կողմից, եթե գան առնեն ֆիլմի տոմսերը։ Ես կինոն նաև սիրում եմ նրանով, որ թատրոնի համար երբ որ զանգում հրավիրատոմս են ուզում, դու առնում ես, տալիս ես, բայց կինոթատրոններից չես կարող վերցնել հրավիրատոմս։ Այդքան մարդու համար չենք կարող մենք տոմս առնենք հրավիրատոմսերի իմաստով, բայց իսկապես ոգևորում եմ ու ասում եմ որպեսզի գաք այս ֆիլմը նայեք ընտանիքներով, ձեր երեխաների հետ, մտերիմների, ընկերների, դասարաններով, ուսանողական ընկերներով, որովհետև չգիտեմ Ռաուլի տարիքից, այսինքն 6 տարեկանից մինչև անսահմանություն կարելի է այս կինոն նայել։ Շատ լավ մեծանք։ Ուրախ ենք ճանաչելու մեր Որ նայեն, մենք հետո էլի կինո կնկարենք։ Գորջան շատ հաճելի էր սրուցի համար։ Շնորհակալ ենք շատ։ Մի հատ քո դասընկերներին բոլորին խնդրում եմ հրավիրի հենց հիմա ապրիլի 29-ին։ Դե հրավիրի։ Ասա բոլորի հրավիրում։ Բոլորի հրավիրում եմ։ Ապրես։ Անպայման կգաք։ Դասատուի տանը ոնց էր։ Դարձյալ։ Կդարձյալ։ Շատ ուրախ ենք, որ կա սպասում, կա հետաքրքիր զգացողություններ կապված ապրիլի 29-ի հետ, թող դրանք միանշանակ արդարացվեն ու բոլոր այն մարդիկ, ովքեր ձեր կողքին են եղել, շնորհակալություն նաև։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսքանը։